Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը եւ կրկին շաբաթ ու կրկին խաչմերուկ հավելված հաղորդաշարն է։ Այն կրկին վարում ենք Գևորգի հետ, ողջույն Գևորգ։ Ողջույն Գրիգոր։ Այսօրվա թեման բավականին ակտուալ է, քանզի այն անընդհատ կարելի է կապել Արցախի հետ եւ այն ինչ տեղի ունեցավ Արցախում այս պահին ցանկանում են իրականացնել նաև Պաղեստինի այս անգամ արդեն Հորդանան գետի արևմտյան ափին։ Գազայի հետ կապված կարծես թե Իսրայելը հարցը լուծեց եւ Գազան այսօր հիմնատակ ավերված է հսկայական կորուստների գնով, բայց մարդիկ շարունակում են մնալ այնտեղ ապրել։ Հիմա արդեն անցել են Հորդանան գետի արևմտյան ափին։ Ես հիշեցնեմ, որ դեռ հեռավոր 2006 թվականին, երբ որ անցկացվեցին ընտրություններ, պարլամենտական ընտրություններ, այդ թվականից Գազայում իշխանության եկավ Համասը, իսկ Հորդանան գետի արևմտյան ափին Ֆաթխը, այսինքն Պաղեստինի ազատագրության այդ կազմակերպությունը։ Եվ դրանից հետո երկու պաղեստինյան կազմակերպությունների միջև հարաբերությունները ծայրաստիճան լարվեցին, այնքան լարվեցին, որ 2023 թվականից Գազայում սկսված այս պատերազմին Հորդանան գետի արևմտյան ափը Ռամալան, այսպես ասենք, չմասնակցեց ավելին տեղի ժողովրդի մոտ այնպիսի այսպես կարծիք էին սերմնավորել, որ դա մեր խնդիրը չի, դա մեր կռիվը չի, այնինչ կատարում է Գազայում։ Մոտավոր այնպես, ինչպես եղավ Արցախի պարագայում է թե։ Այսինքն կարելի ասել, որ պարակտում էր տեղի ունեցել։ Լրջագույն պարակտում եւ երբ որ մենք տեսնում էինք 2023-ին Արցախի առնական լինելը, բայց Հայաստանը չգիտես ինչի չմասնակցեց վերջին կռվին, հիմա նույնը տեղի է ունենում այնտեղ։ Այսինքն Պաղեստինի այդ մի հատվածում Հորդանան գետի արևմտյան ափում Ռամալայում հիմա իրենք քաղում են պտուղները, սա առաջին հերթին անտարբերության այսպես պտուղներն են, ինչպես նաև երբ որ քո հակառակորդը Իսրայելի պես այո, Իսրայելի պես պետությունը դու պիտի հասկանաս, որ քո հետևից են գալու։ Խելացի, հմուտ, լուրջ աստաբակներով քաղաքական դոկտրին ունեցող մշակած պետություն X-տիկյան միանգամից օգտվելու է այդ ընձեռած հնարավորությունից։ Հիմա տես, բայց այս անգամ կարծես թե իրավիճակը մի փոքր այլ է դասավորվում։ Ամեն օր միջազգային մամուլը այսպես նյութեր է հրապարակում, բախումներ են տեղի ունենում ամեն օր արդեն Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների եւ հրեա վերաբնակիչների միջև։ Գիտես, որ դրանք ուղղակի տարածքները հետագայում վերաբնակեցվեցին իսրայելցիների կողմից եւ այնտեղ արդեն գնում է ուղղակի ոչնչացում գույքի։ Հարյուրավոր այսպես ձիթապտղի ծառեր են հատվել եւ սա առաջացրել է պաղեստինցիների զայրույթը, նրանք չեն հասկանում, թե ասենք օրինակ ծառը ինչ է արել իսրայելցուն, որ նա հատուկ ոչնչացնում է։ Պատճառը ստեցության պայմաններ ստեղծել կոյատևման որպեսզի մարդիկ դուրս գան։ Մեղմ ասած լինեն անհրապույր, բայց այս անգամ Եվրոպական միությունից միանգամից երկու երկրից եկավ արձագանք Ֆինլանդիայից եւ Միացյալ Թագավորությունում 80 падգամավոր օրենսդիր մարմնում առաջարկում է Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել։ Իսկ Ֆինլանդիայի արտգործնախարարության հայտարարությունը ավելի կոշտ էր։ Նրանք նշում են, որ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը սպառել է իրեն, այսինքն ցանկանում են նշել, որ այո, ինքնապաշտպանության իրավունք ունեն բոլոր ազգերը, բայց չի կարելի բոլոր ազգերի հաշվին դու ինքնապաշտպանվես եւ անընդհատ քո գործողությունները այդ գույքի ոչնչացումը, կյանքեր խլելը դու հիմնավորես թե իդեպ մեր նախորդ ծրագրերում մենք քանի անգամ արդեն քննարկել են Եվրոմիության շուրջ ստեղծված իրադրությունները, իրենց հնարավոր տրանսֆորմացիաները, զարգացումները այդ այո տարածաշրջանում ավանդական դասական Եվրոպայում եւ ինչ եք տեսնում, որ արդի փուլում այնպես չէ, որ բոլորը այսպես ասած մեկ մարդու պես քվեարկում են մի X կամ Y երևույթի կողմ կամ դեմ։ Չասենք կան պարակտումներ, բայց գնալով ավելի եւ ավելի տարբեր դերակատարներ այդ կառույցի սկսում են այո կոշտ դիրքորոշումներ հայտնել, չմոռանամ նույն Իսպանիայի դիրքորոշումը
Իրանի հետ կապված, եւ ԱՄՆ-ի Իրանի հարաբերություններում զոր օրինակ շուրանակ որ այո Եվրոպան ինչպես արձագանքեց Գրենլանդիայի պահով երբ որ Իմջելուց սա պատահական չի քանզի Եվ այստեղ Մեծ Բրիտանիան է այո բայց ինչու այդ պատճառն է պետք նայել եւ պատճառը ըստ էության շատ ավելի པարզ է իսկ Մեծ Բրիտանիան դա եւս հենց այնպես ոչինչ չեն անում դոկտրիները մշակած պետություն է Մեծ Բրիտանիան ինչու են այնտեղ պարլամենտի անդամները այսպես ակտիվություն ցուցաբերում եւ պահանջում պատժամիջոցներ կիրառել, որովհետեւ գիտես մահմեդական մեծ բնակչություն ունի։ Մեծ Բրիտանիան այնտեղ անգամ կան քաղաքներ, Մանչեսթերի անունն էին տալիս, մյուս քաղաքների անուններ էին տալիս։ Եթե չեմ սխալվում 25 թվականին թե այս տարի էր, որ Բիրմինգեմ քաղաքում գրեթե արդեն մահմեդականների քանակը 50%-ի մոտ է։ Եվ ամեն անգամ, երբ այնտեղ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, անգամ աննշան հարցերով, անընդհատ պարզվում է Պաղեստինի դրոշը։ Այսինքն Պաղեստինի թեման ընդդիմության ձեռքին եվրոպական բոլոր երկրներում գրեթե դարձել է բավականին լուրջ կռվան իշխանությունների դեմ ակցիաներ իրականացնելու համար։ Հիմա եվրոպական միությունում սկսել են հասկանալ, որ եթե իրենք եւս իհարկե դա երևի տեղին չի այդ անունով դա ասել, բայց թրենդին եթե չհետևեն եւ իրենք եւս չքննադատեն Իսրայելից քաղաքականությունը Պաղեստինի հետ կապված, ապա մեծ հաշվով իրենց մեղադրելու են, ընդդիմությունը մեղադրելու է առաջին անգործության մեջ, այսինքն մարդու իրավունքներն են խախտվում եւ դուք լռում եք։ Ինչպես դու նշեցիր, ամենավատ բանը ինչն է անտարբերությունը։ Այո, երկրորդը անտարբեր է եւ երրորդը նշանակում է, որ դուք եք կիսում այն մոտեցումը, որ ասենք եւ այն քաղաքականությունը, որ իրականացնում է Իսրայելի կառավարությունը։ Հետեւաբար եվրոպական երկրներում արդեն սկսվել է այդ գործընթացը որ իրենք եւս նաև հատկանշական է որ մյուսը Ֆինլանդիան է, չմոռանա որ սկանդինավյան երկրները անհամեմատ միշտ առանձնանում են իրենց հումանիստական մոտեցումները։ Նրանք ավելի տոլերանտ են, քան օրինակ հարավը, այո, եւ հանդուրժող են, եւ բարեգործ են, եւ այլն, եւ այլն։ Չմոռանք նույն Նորվեգիայի դերը։ Իմջայլոց դարաշրջանում մերձավոր արևել, այո, մերձավոր արևելքից էլ փախստականների այսպես սիրած, հա, ուղիներից մեկը Սկանդինավիան։ Շվեդիա, Ֆինլանդիա։ Այո, քանզի եւ բարեկեցիկ են ավելի այնտեղ երկրները, սոցիալական եւ հանդուրժողը եւ սոցիալական երկրներ են։ Միանշանակ։ Այսինքն այն երկրներ, որոնք տարվա ամեն տարի հայտնվում են top 10-ում կենսաբակարդակով։ Հիմա վերադառնանք մերձավոր արևելքին եւ վերադառնանք Պաղեստինա-իսրայելական խնդրին։ Իրանի շուրջ վերջին զարգացումները մենք շատ ենք խոսել։ Եվ Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այս անգամ Իսրայելը կարծես թե խաղում է կրակի հետ, պաղեստինցին հետ կապված։ Եթե Գազայի հետ կապված ինչ որ միտեղ իրենց դա ներվեց, չնայած այնտեղ իրականացվեց ցեղասպանություն Գազայի ժողովրդի նկատմամբ եւ մարդուն ազգային պատկանելիության հիմքով ուղղակի ոչնչացնում էին։ Հիմա արդեն Իսրայելը իր առաջ խնդիր է դրել առհասարակ պաղեստինյան տարը մաքրել ողջ Իսրայելի տարածքից կամ այն տարածքներից, որոնք Իսրայելը համարում է իրենը, բայց նույն Եվրոպական միությունը, ՄԱԿ-ը եւ գրեթե բոլոր ունիվերսալ միջազգային կազմակերպությունները այդ տարածքները համարում են պաղեստինյան, քանզի երբ 48-ին ստեղծվեց Իսրայելը, ստեղծվեց նաեւ Պաղեստինը, այսինքն ՄԱԿ-ը հստակ ֆիքսեց երկու երկրների տարածքներն էլ։ Այլ հարց է, որ Պաղեստինի տարածքը երկու անգամ մեծ էր Իսրայելից, հիմա երկու անգամ փոքր է։ Տարիների ընթացքում այո հակառակ։ Բայց ամեն դեպքում դա միջազգային հանրությունը շարունակում է ճանաչել իբրև Պաղեստինի տարածք։ Բնակչությունն էլ այնպես չի, որ քիչ է Պաղեստինի։ Բնակչությունը, այո, բնակչությունը Իսրայելի բնակչությանն չի զիջում գրեթե։ Փոքր այդ կենսատարածքի վրա 5 միլիոնից ավել մարդ է մնա։ 5 միլիոնը միայն Հորդանան գետի արևմտյան ապրում, Գազան չենք նշում։ Գազան չենք նշում։ Գազայում էլ բավականին հոծ բնակչություն կար մինչև այս 23 թվականի ռազմական գործողությունները։ Մյուս կողմից մենք անընդհատ տեսնում ենք խնդիրներ Երուսաղեմում, Այլ-Ակսա մզկիթի հետ կապված,
որը մահմեդականների գլխավոր սրբավայրերից մեկն է, եւ իսրայելական կառավարության տարօրինակ որոշումների միջայլոց այս առիթով եւ այս հարցում մենք եւ պաղեստինցիները բախտակից ենք, քանզի մեր եկեղեցապատկան հողերի հետ կապված է Երուսաղեմում բարբերաբար խնդիրներ են հայտնվում, այսինքն այդ կովերի պարտեզի հետ կապված տարօրինակ որոշումները կառավարության, ովքեր իբր չգիտեն, թե ինչ հիմքերով են այդ հողերը պատկանում հայ առաքելական եկեղեցուն։ Բնականաբար չի կարող, դու քո խոսքի սկզբում նշեցիր, որովհետև Իսրայելն է, որտեղ ամեն ինչ հաշվարկված է եւ ամեն ինչ այսպես ճշգրիտ է, այո։ Նշանակում է Իսրայելը ուղղորդված քաղաքականություն է վարում ոչ այսպես իսրայելցի, հա, ժողովուրդներից տարածքները աստիճանաբար փափուկ ուժի միջոցով, մեղմ քաղաքականության, ինչ որտեղ նաև կոշտ քաղաքականության միջոցով հետ վերցնել։ Բայց վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում կարող են հակառակ էֆեկտը տալ եւ Իսրայելը կարող է իրոք լրջագույն վտանգի առաջ կանգնել, քանզի եթե նախկինում արաբական երկրները պաշտպանում էին, անգամ իրենց կյանքի գնով պաշտպանում էին Իսրայելին Իրանի հարձակումներից եւ իրանական պրոիրանական խմբավորումների դեմ դաժան պայքար էին մղում, հիմա արաբական երկրներում աստիճանաբար հասարակության մեջ գնալով մեծանում է դժգոհությունները, որ ինչու նախ առաջինը ուր մնաց համաարաբական համերաշխությունը, երկրորդը ուր մնաց Պաղեստինի խնդիրը եւ երրորդը ինչու ենք մենք հանուն Իսրայելի վատացնում մեր հարաբերությունները Իրանի եւ ինչպես ցույց տվեց պրակտիկան վերջին ամիսների, որքան տուժեցին զորօրինակ արաբական Միացյալ Էմիրությունները։ Ես ավելին ասեմ, ներկայումս կրկին ռազմական գործողությունները որոշակի ընդմիջումներով շարունակվում են եւ հիմա եթե դու ուշադիր նայում ես, ես վստահ եմ հետեւում ես, միջազգային լրահոսում արաբական Միացյալ Էմիրությունների մասին ոչինչ չկա։ Այնտեղ հարվածներ չեն հասցնում, որտեղ առաջին բուրում շատ տարի այդ պետության տնտեսությունը մեծագույն կորուստներ կրեց եւ հիմա կարծես գնում է վերականգնման փուլը։ Այս պայդրությամբ իր վրա հարվածը վերցրել է Սաուդյան Արաբիան եւ Սաուդյան Արաբիայի շուրջ են բավականին թեժ զարգացումներ գնում, մենք մեր հաջորդ հանդիպումներից մեկի ժամանակ անպայման կարծում եմ պետք է անդրադառնալ հուսիտներ, Սաուդյան Արաբիա, Իրաք, այս շիա-սուննիական տեսականորեն լոկալ բախմանը, որ մի գեղեցիկ օր իրականում Էրիադի եւ Թեհրանի միջև հարաբերությունները կարգավորվում են ի վերջո, չորանան գործընթաց, որը դեռ Սի Ցզինպինի, այսպես ասած, քավորությամբ սկսվել է ժամանակին, եթե դա լինի, ընդհանրապես չի մտնում Իսրայելի շահերի մեջ։ Բնականաբար Իսրայելը ամեն ինչ արեց, որպեսզի Իրան, Միացյալ Նահանգները այդ հռչակագիրը, որ ստորագրվեց, որպեսզի դա ոչնչացվի, այո, հրաժարվեց դուրս բերել զորքերը հարավային Լիբանանից։ Հիմա այստեղ մնում է շատ կարևոր հարց։ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Մերձավոր Արևելքում գնալով ավելի ծանր է առաջ գնում։ Գնալով ավելանում են խնդիրները, գնալով մեծանում են ֆինանսական ծախսերը։ Քանզի Միացյալ Նահանգների քաղաքականության ֆինանսական այսպես ապահովողը դա ծոցի պետություններն են։ Գաղտնիք չի, այդ տրիլիոնները տարին մի քանի անգամ որ վճարվում էր, անգամ Միացյալ Նահանգների նախագահի ինքնաթիռն էին նրան գնում եւ նվիրում։ Միայն մի բանի համար, որ պատերազմի դեպքում իրենց պաշտպանեն։ Եվ քանի որ պատերազմը սկսվեց եւ իրենց չկարողացան պաշտպանել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, նշանակում է հիմա արդեն վերաբերմունքն է փոխվելու։ Եվ վերաբերմունքի փոփոխությունը բերելու է Իսրայելի համար բավականին ծանր իրավիճակի ստեղծմանը, քանզի ավանդաբար կարծում ենք այն թափով, որ Միացյալ Նահանգները պաշտպանում էր Իսրայելին, հիմա շատ դժվար է լինելու դա անել։ Եվ Նաթանյահուն դա շատ լավ գիտի, որովհետև թե արաբական ծոցի դիրքորոշումներն են արդեն բարձ դառնում եւ առավելևս Եվրոմիության, Եվրոպայի, այո, մենք պատահական չէ դրա մասին խոսեցինք։ Եվ հիմա Նաթանյահուն կարծում եմ փորձում է օգտվել այս իրավիճակից արագ հարցերը կարգավորելու եւ արագ, որովհետև թայմինգը արդեն իր օգտին չի աշխատում։ Ժամանակ իր օգտին չի, իր վրա անգամ իր նկատմամբ Իսրայելի դատախազությունը որոշ քանակությամբ քրեական գործեր է հարուցել կաշառակերության կոռուպցիայի մեղադրանքով։ Ֆիներն էին ասել, չէ, Ֆինլանդիան, որ սպառվել է ինքնապաշտպանության իրավունքը, այսինքն
դու անընդհատ չես կարող մարդ սպանել, ասել դա իմ իրավունքն է։ Չենք հիշում մեր գիտակցական կյանքի օրոք, որ որևէ պետություն նման հայտարարություն արածի դեպ մեկի հանդեպ։ Այո։ Համենայն դեպս վերջի մի 30 քանի 40 տարվա ընթացքում չենք լսել։ Ինձ զարմացրեց այդ պաղեստինցիների դիրքորոշումը, անկեղծ ասած հաճելիորեն զարմացրեց, ես եթերից առաջ ուսումնասիրում էի նյութերը, եւ պաղեստինցի մի հատ պապիկ էր խոսում, ֆերմեր, ում մեծ վնաս էին հասցրել եւ հսկայական թվով ցիտապղի ծառեր ուղակի պտուղը վրան կտրել էին։ Դա բարբարոսություն է, դա էթնոցիդ է ըստ էության եւ շատ զարմանալի է, որ գենոցիդ ապրած ազգը կարող է նաեւ էթնոցիդ անել այն տարածքներում, որոնք ինքը որտեղ ապրում է, այո, եւ որը համարում է իրենը։ Դա Արդեն ինձ հասկանալի է, եթե իրենք մեզ համարում, ինչու էս այնտեղ տրամաբանության մեջ չի տեղավորվում, բայց այդ պաղեստինցի պապիկի խոսքերն էր շատ ազդեցիկ, ասեց, որ իրենք գնալու տեղ չունեն ըստ էության։ Դա իրենց երկիրն է, իրենց հողն է եւ իրենք միջև վերջ մնալու են եւ պաշտպանելու են դա։ Հերթական անգամ սա ցույց է տալիս մի բան։ Եթե ժողովուրդը միջև վերջ կանգնում է իր հայրենիքի համար, այդ ժողովուրդը բացառված է, որ չհաջողի։ Եվ միջազգային հանրությունը տես, մի քանի տարի առաջ եթե պաղեստինցիները դիմեին Ֆինլանդիային ասեին, գիտես, կարող ես այս Իսրայելի հետ կապված այդ հայտարարությունն անել, մեծ հավանականությամբ չէին անել։ Չէին անի, ավելի հավանական է։ Այո, եթե պաղեստինցիներն ասեին մենք խաղաղության ենք գնում եւ այլն, ֆինները չէին անի։ Իրենք բարձրապես չեզոք կան։ Բայց տեսնելով ինչպիսի զուգահեռ քաղաքականություն է վարվում պաղեստինցիների կողմից եւ երկրի ներսում եւ երկրից դուրս, միջազգային պաղեստինցիները հմտորեն օգտագործում են Սփյուռքի գործոնը, որից մենք չգիտես ինչու հրաժարվում։ Իսկ Եվրոպայում իրանք լավ շատ ավելին ասեմ, եթե Հունաստանում հույները բողոքի ակցիա են անում եւ Պաղեստինի դրոշ են պարզում, պարտադիր չի, որ այնտեղ հնարավոր է եւ իրենց մեջ չլինի պաղեստինցի։ Գերմանիայում մարզիկը մրցումից առաջ, բոքսի մրցումից առաջ Պաղեստինի դրոշով է դուրս գալիս։ Ինքը չլինելով պաղեստինցի, քանի որ իր մրցակիցը իսրայելական բանակի զինծառայող է, ցախալի, ինքը դուրս է գալիս Պաղեստինի դրոշով։ Սոլիդարություն է հայտնում։ Սա գործընթաց է, որը կանգնեցնել այլևս կարծում եմ հնարավոր չի։ Եվ ինչքան Իսրայելը կոշտացրեց իր քաղաքականությունը Պաղեստինի եւ պաղեստինցիների նկատմամբ, եւ ինչքան պաղեստինցիները դիմացան այդ ճնշմանը, ես վստահ եմ, որ հաղթանակը լինելու է պաղեստինցիների օգտին եւ Պաղեստինի ժողովուրդը այս ամենից հաղթանակով է դուրս գալու, բայց մեծագույն կորուստների գնով։ Կարճատև գործընթաց իհարկե չի լինելու։ Չի լինելու, վստահ եմ չի լինելու, այո։ Լինելու են մեծ։ Կորուստները լինելու են մեծ, բայց կորուստները, եթե դու հետևում ես, Պաղեստինի քաղաքական ուժերից, Պաղեստինի ղեկավար կազմից ոչ ոք չի հայտարարում, որ մենք այսքան կորուստ ունենք եւ պետք է գնալ Իսրայելի հետ ընկերկել եւ հարաբերություններ, ոչ։ Իրենք ասում են մենք ունենք կորուստ, արդեն հասկանալի է, որ այս 70 քանի տարվա ընթացքում նույն Պաղեստինն էլ բավականի իրենց քաղաքական, քաղաքագիտական միտքը եւս աճել է։ Բնականաբար, այսինքն դա 40, 50, 60, 70-ականների Պաղեստինը չէ։ Պաղեստինը հիմա երկու այսպես գծով է գնում՝ քաղաքական եւ ռազմական։ Տես հիմա առաջ դոմինանտը բնականաբար ռազմականն էր, հիմա արդեն քաղաքական է, բայց ռազմականով այսպես ամրացված։ Տես ռազմական գործողություններ են գնում Մերձավոր Արևելքում։ Հեզբոլան բավականին թեժ մարտերի մեջ է իսրայելական բանակի հետ եւ հանուն արդարության պետք է նշել, որ ոչ միայն չի զիջում, այլև որոշ դեպքերում նաեւ գերազանցում է։ Սա եւս այսպես հարցեր է առաջացնում որոշ առումով, թե որտեղ են այս մարտիկները նման պատրաստություն անցել։ Բնականաբար Սիրիա, բնականաբար տարբեր տեղեր, բայց դեռևս Համասը չի մտել այսպես ռազմական գործողությունների մեջ, այսինքն Գազայում հարաբերական անդոր է այս պայդրության։ Բայց եթե մի պահ մենք պատկերացնում ենք, որ պաղեստինյան երկու խմբավորումները լեզու են գտնում Համասը եւ Ֆաթխը, այսինքն այնտեղ եւս սկսվելու են նոր ռազմական գործողություններ, որը Իսրայելի համար լինելու է շատ դժվար հաղթահարելի։
Այսինքն այստեղ հետևությունը մեկն է։ Կամ միջազգային հանրությունը պիտի ճնշում գործադրի եւ հիմա անում է Իսրայելի նկատմամբ, որպեսզի վերջինս դադարեցնի պաղեստինցիների նկատմամբ արվող քաղաքականությունը եւ ընդունի այն փաստը, որ ինչպես իրենք այնպես էլ պաղեստինցիները ունեն անկախ պետություն ունենալու իրավունք, եւ այդ անկախ պետությունը հայտարարվել եւ երաշխավորվել է 48 թվին Պաղեստինի եւ Իսրայելի միաժամանակ ստեղծումով, կամ Նատանյահուն վաբանկ է գնում եւ փորձում հարցը կարգավորել ռազմական ճանապարհ, որը քիչ հավանական է հաջողությունը։ Եվ հավանական է նաեւ, որ Նատանյահուից հետո Իսրայելի քաղաքականությունը կփոխվի։ Ինչպես կփոխվի Թրամփից հետո Ամերիկայի քաղաքականությունը, որովհետեւ ով հետո կգա, իսկ երկու դեպքում էլ լուրջ պետությունների անուններ նոր հնչեցվեցին, Վաշինգտոնը եւ Թել Ավիվը, ինչպես մենք միշտ ասում ենք, դոկտրիններ, ավանդականություն տասնամյակներով առաջ ամենը շատ բան որոշված, հա, իրենք կվերափոխվեն, որովհետեւ հուսանք եւ ավանդաբար ինչպես միշտ ասում ենք, ցանկանանք խաղաղություն առաջի հերթին եւ Պաղեստինի բազմաչափ ժողովուրդը այստեղ եւս էլի թնդանոթները Իմիջիայլոց մենք էլ ենք Հայաստանի Հանրապետությունն էլ է ճանաչել Պաղեստինը, այո, որպես անկախ պետություն, Պաղեստին ազատագրական բանակի հետ հայերը ավանդաբար ունեցել են Յասեր Արաֆատին, այստեղ մի քանի անգամ հյուրընկալել ենք Հայաստանում, ովքեր չգիտեն սիրելի հայրենակիցներ, Յասեր Արաֆատը շարժման ղեկավարներն է, առնվազն երկու անգամ եղել է Հայաստանում, ջերմ ընդունելության է արժանացել Հայաստանի ժողովրդի կողմից եւ Հայաստանի նաեւ այն ժամանակվա իշխանությունների կողմից, իհարկե բնական է, որ Մոսկվայի նաեւ համաձայնությամբ, քանզի այդ շրջանում Պաղեստին ազատագրական շարժումը որոշակի նաեւ աջակցություն ստանում էր խորհրդային միությունից, իհարկե։ Եվ մեզ համար խորտ չի Պաղեստինի ժողովրդի ազատագրական պայքարը, ավելին նրանք պայքարում են մի պետության դեմ, սա թող չհնչի իբրև հակաիսրայելականության դրսևորում կամ ոչ որևէ մենք հակա կամ ազգային պատկանելիության պայմանավորված որևէ ժողովրդի հետ չունենք թշնամու, բայց մենք ունենք հարցեր Իսրայել պետությանը եւ 44 օրյա եւ քառօրյա պատերազմի ժամանակ այդ հարցերը անգամ առաջացան Իսրայելի որոշ ընդդիմադիր կուսակցությունների մոտ եւ նրանք պահանջեցին հետաքննություն անցկացնել, թե ինչու են եւ ինչ իրավունքով են իսրայելական պետական ծառայողները մեր դեմ ռազմական գործողություններում մասնակցել։ Հետևաբար Պաղեստինի ժողովրդի պայքարը նաեւ արդար պայքար անկախության համար կարծում եմ հաջողությամբ է պսակվելու եւ ես համաձայն եմ 21-րդ դարում բռնությունն այլևս տեղ չպիտի ունենա։ Եվ մարդու իրավունքների մասին այդ հայտարարությունները, հատորները, որոնք գրվել են միջազգային իրավունքում, բնույթից դա պիտի արդեն կիրառելի լինի եւ վերջի վերջո մենք պիտի հասկանանք եւ պիտի հասնենք նրան, մենք ի նկատի ունենք մեր մոլորակը, որ մարդու իրավունք ասածը չմնա թղթի վրա եւ միջազգային իրավունքը այո չլինի ուժերի իրավունք ցավոք սրտի հիմա լինի իրավունքի ուժը ոչ թե ուժի իրավունք համաձայն եմ եւ 100% ճիշտ ես ասում որքան էլ նայում ենք տպավորություն է ստեղծվում որ քիչ թե շատ համեմատության մեջ բայց նշում եմ համեմատության մեջ որտեղ զգուշավոր է պետք նման բաներ ասել խաղաղ շրջան մոլորակում եղավ 45-ից 91 թվականը այո, որովհետև հստակ գծված խաղի կանոն կար անվտանգային համակարգ կոնֆլիկտը, եղավ Վիետնամի կոնֆլիկտը, խորհրդային միությունը մտավ Աֆղանստան, բայց անհամեմատ խաղաղ շրջանային այդ մոտ մի 50 տարին։ Այսինքն երբ որ հստակ խաղի կանոններ Յալտա-Պոտսդամյան համակարգը, հա, միջազգային հարաբերությունների համակարգը, այդ Յալտա-Պոտսդամյան երբ որ ինքը փլուզվեց 91 թվականին, մենք տեսնում ենք վերջի։ Նաև Յալտա-Պոզդամյանն էր, որ կանխեց միջուկային պատերազմը Կուբայում։ Այո, հետևաբար ցանկանան խաղաղություն ավանդաբար տարածաշրջաններին, քանզի մերձավոր արևելքը մեզ մոտ տարածաշրջան է եւ մենք մերձավոր արևելքում ունենք հոց հայ բնակչություն, մեր հայրենակիցներն են, ովքեր այդ երկրների քաղաքացիներ են, բայց բնականաբար մենք չենք ցանկանում, որ այդ մարդկանց մատը փուշ մտնի։
Եվ ցանկանանք այսպես իմաստություն Իսրայելի կառավարությանը, որ վերջինս վերջնականապես համոզվի, որ հնարավոր չի ստիպել ազգին հեռանալ իր հայրենիքից, իր պատմական հողերից, միայն նրա համար, որ իրենք այդպես են ցանկանում։ Այս թեման էր այսօր, սիրելի հայրենակիցներ, որին ես ցանկացա անդրադառնալ Գևորգի հետ միասին, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու համար։ Այս թեմաները այսօր, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։